Բարձրանը, այնուհանդերձ մասնակցել եք ի վերջո ադրբեջանցիների հետ այդ երկխոսությանը, թե ոչ։ Ինձ համար ձեր հարցը զարմանալի է տեսանկյունից, որ յուրաքանչյուր ուսանող, ով սովորում է համալսարանում, ցանկանում է կոնֆերանսների մասնակցել, ցանկանում է սովորել տարբեր համալսարաններում, այստեղ կրթության մեջ խնդիրը չի։ Մեր կուսակցությունների դաշինքի կողմից հարցի բարձրաձայնումը առավել քան կապված է խնդիրը թաքցնելու մեջ, հանրությունից թաքցնելու մեջ։ Նախ եւ առաջ ես շեշտեմ, որ ոչ միայն մասնակցել եմ հայ-ադրբեջանական կոնֆերանսներին ու դրանց մասին բազում անգամ նշել եմ հարցազրույցներումս, բազում անգամ իմ գոլեգաներ գիտեն դրա համար, ես հաշվետվողականության առումով իմ ընտրողների, իմ հետևորդների, որպես Ադրբեջանի հարցերը փորձեք, իմ ընկերների, իմ շրջապատը ու նաև հանրության դրա մասին բազում անգամ ասել եմ։ Բայց մոտիկից ադրբեջանցի եք։ Ես սեմինարի եմ մասնակցել, որի կազմակերպիչը Մարիա Կարապետյանն է եղել։ Բայց դուք մոտիկից ադրբեջանցի Ես մասնակցել եմ կոնֆերանսների, որի կազմակերպիչ եղել է Մարիա Կարապետյանը եւ իմ մասնակցությունը չի սահմանափակվել միայն հայ-ադրբեջանական կոնֆերանսներին մասնակցելով։ Երկրորդ հատվածը, ես պատասխանում ձեր հարցին, երկրորդ հատվածը, երբ որ կա մոտեցում կոնֆերանսների մասնակցելու եւ Պաշտոնյայի կողմից կենսագրությունում թաքցնելու հանգամանքը, որ ինքը վերապատրաստում է անցել համապատասխան համալսարանում ու նաև դա թաքցել ազգային ժողովի կենսագրության հատվածում, դա առավել քան մտահոգիչ է մեզ հասարակության կողմից հնչող հարցեր։ Առավել եւս, երբ որ կա կոնկրետ հարցի քննարկում հասարակության կողմից անհանգստության բարձրացում, մտահոգությունների բարձրացում կոնկրետ Ռուբեն Ռուբինյանի կրթության մասով, ես պատասխանում եմ, ես մասնակցել եմ կոնֆերանսների, որտեղ եղել են ադրբեջանցիներ, որտեղ եղել են նաև հայ մասնակիցներ։ Ես ասում եմ ձեզ շնորհակալություն։